Քրոնիկ հեպատիտ C-ն վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հիվանդության տարածումը կանխարգելելու եւ բուժելու նպատակով ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իրականացնում է լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակում կենտրոնում այսուհետ հեպատիտ C-ն բուժվում է ամբողջությամբ անվճար, այդ թվում բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները եւ դեղորայքը։ Նախկինում անվճար տրամադրվում էր միայն դեղորայքը, իսկ նախորդող գործընթացները վճարովի էին։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների մոտ 47-ից 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ C եւ տարեկան մոտ 1 միլիոն մարդ մահանում է հենց քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ով պայմանավորված բարդություններից, ինչպիսիք են հեպատոցելյուլար կարցինոման եւ լյարդի ցիրոզը։ Եվ հաշվի առնելով այդ խնդիրը ԱՀԿ-ի կողմից ընտրվել է մի թիրախ, որի նպատակն է մինչև 2030 թվականը կազմակերպել լուրջ միջոցառումներ եւ մինչև 2030 թվականը հասնել թիրախների, իջեցնել, նվազեցնել քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ով պացիենտների քանակը եւ նրանով պայմանավորված բարդությունները։ Վիրուսային հեպատիտները տարածվում են հիմնականում արյան հետ կոնտակտի միջոցով։ Ավելի քիչ հավանական է նաեւ սեռական ճանապարհով եւ մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Ըստ մասնագետի հիվանդությունը տարիներ շարունակ կարող է ընթանալ հիմնականում անախտանիշ, բայց ժամանակի ընթացքում կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են լյարդի ցիրոզը եւ լյարդի ուռուցքները։ Շատ կարևոր է հասցնել ազգաբնակչությանը, որ քրոնիկ վիրուսային հեպատիտ ունենալը ոչ ամոթ է, ոչ խարան, ոչ էլ դատավճիռ։ Իրականում կա մի այսպիսի մոտեցում, որ վիրուսային հեպատիտների համար առավել գոյություն ունեն ռիսկային խմբեր հասկացողություններ, դրանք հիմնականում ներերակային թմրամիջոցներ օգտագործողներն են, բայց իրականում մեզանից յուրաքանչյուրը այսօր կարող է վարակվել այս հիվանդությամբ, որովհետև հնարավոր է տարբեր բժշկական միջամտությունների, տարբեր կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելու ընթացքում տեղի ունենա վարակի փոխանցում։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս հաճախ հետազոտվել քրոնիկ վիրուսային հեպատիտների վերաբերյալ, ընդ որում ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր կենտրոնում բացի հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի անվճար լինելուց մենք ունենք նաև սկրինինգային ծրագիր, որի շրջանակներում պացիենտները կարող են էլի ամբողջությամբ անվճար հետազոտվել մեր կենտրոնում։ Արյան սովորական հետազոտության միջոցով հնարավոր չէ ախտորոշել վիրուսային հեպատիտների առկայությունն օրգանիզմում։ Դրա համար կան հատուկ թեստեր, որոնք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հասանելի են քաղաքացիներին։ Կարևոր է նշել, որ այսօր քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ն համարվում է լիարժեք բուժելի հիվանդություն եւ ներկայիս դեղամիջոցների շնորհիվ մենք կարող ենք մինչև 95% հավանականությամբ ամբողջությամբ բուժել քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ն եւ ներկայիս բուժումը բացի այն, որ կենտրոնի կողմից նախարարության կողմից տրամադրվում է ամբողջությամբ անվճար, բացի այդ շատ հարմար են պացիենտներին ընդունման համար, օրական 1 դեղահապ խմելով 12 կամ ծանր դեպքերում 24 շաբաթ տևողությամբ մենք կարողանում ենք 95-ից 98% հավանականությամբ ամբողջությամբ վերացնել օրգանիզմից վիրուսային հեպատիտ C։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։